Ինչպես արդեն հաղորդել ենք, Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազի երևանյան այցի ընթացքում ստորագրվել է պատմական Անի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման մասին արձանագրություն։ Այսօր որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ փաստաթղթի մասին։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, նախ ինչ է հայտնի երբեն մեկնարկելու աշխատանքները։ Իրականում այս նախագիծը տասնամյակների պատմություն ունի, դեռևս այդ ֆուտբոլային դիվանագիտության ամիսներին այն ակտիվ քննարկվում էր եւ 2010 թվականին նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլա Գյուլի միջև անգամ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել կամուրջի վերականգնման մասին, սակայն այն բանից հետո, երբ Ցյուրիխյան այդ հայտնի արձանագրությունները ըստ էության փակուղու մեջ մտան, այդպես էլ չվավերացվեցին Թուրքիայի կողմից, ըստ էության փակվեց նաեւ կամուրջի ճակատագրին վերաբերող հարցը։ Այն կրկին օրակարգ վերադարձավ 2022 թվականին, երբ սկսեցին ակտիվ շփումները հատուկ այդ բանագնացներ Ռուբինյանի եւ Կլիչի միջև եւ ել ավելի ակտիվացավ հարցի քննարկումը Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի Թուրքիա կատարած այցից հետո։ 24 թվականի փետրվարին Թուրքիան գրավոր ներկայացրեց իր տեխնիկական առաջարկները կամուրջի վերականգնման վերաբերյալ։ Եվ հավանաբար ոչ միայն ինձ համար էր տարօրինակ այն, որ թուրքական կողմից որպես լիազոր գերատեսչություն ներկայացված էր ճանապարհների գլխավոր վարչությունը, կարծես թե ավելի տրամաբանական կլիներ, եթե դրանով զբաղվեր մշակույթի նախարարությունը, ինչպես մեզ մոտ է գիտության, կրթության, մշակույթի նախարարությունն է լիազորված համակարգել այս ծրագիրը։ Ինչևէ, ըստ ընդունված այդ կարգի, որքան հասկանում եմ, նախ առաջին հերթին պետք է պեղումներ իրականացվեն հենասյուների այդ հատվածում, որից հետո պետք է ամրացվեն այդ հենասյուները թուրքական եւ հայկական կողմում գտնվող, դրանից հետո արդեն կսկսվեն բուն շինարարական աշխատանքները, հավանաբար 27 թվականից սկզբներում։ Եվ չեմ կարծում, որ իրատեսական է սպասել այդ նախագծի իրականացմանը 2028 թվականից ավելի շուտ։ Բնական է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս ողջ process-ը վերահսկելու է, քանի որ Անին համամարտկային ժառանգության այդ ցանկում է ներառված։ Ֆինանսական խնդրի վերաբերյալ տեղեկություն պաշտոնական չի հաղորդվել, ենթադրվում է, որ հավասարաչափ բաշխելու են, կիսելու են ողջ ֆինանսական բեռը Հայաստանն ու Թուրքիան իրար միջև, թեև պարզ է, որ նաև օտարերկրյա դոնորների մասնակցությունը այստեղ կարևոր կլինի եւ հուսով եմ, որ կգտնվեն այդպիսիք եւս։ Թե կոնկրետ շինարարական աշխատանքների որ մասը թուրքական ընկերություններն են իրականացնելու, որ մասը հայկական ընկերությունները, տեղեկություն առայժմ չկա։ Հետաքրքիր է ինչ տեսք է ունենալու կամուրջը, ինչքան գիտեմ, պատկերացում էլ չկա, թե ինչպիսին էր այն։ Դե ճարտարապետները իրենց պատկերացումներում պետք է հենվեն այն պատմական գրավյուրների, տարբեր պատկերների վրա, որոնք պահպանվել են, եւ նաեւ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի պահպանված լուսանկարների վրա։ Բարեբախտաբար մի քանի այդպիսի լուսանկար պահպանվել է, մասնավորապես Նիկողայոս Մարի էքսպոզիցիայի շրջանի լուսանկարներ որոշ կան, իսկ այդ ժամանակ կամուրջը ավելի լավ էր պահպանված, քան հիմա, այսինքն ավելի շատ բան կար պահպանված։ Նաեւ Թորոս Թուրոմանյանն է ժամանակին ուսումնասիրել այդ կամուրջը եւ նրա աշխատությունները եւս շատ օգտակար կլինեն ճարտարապետների համար։ Եվ նաև ճարտարապետները որպես հիմք են ընդունելու Բագրատունիների շրջանում կառուցված այլ կամուրջների կոնստրուկցիաները վերլուծելով, հա, այդպեսիք շատ չեն, բայց դա եւս օգտակար լինի։ Ամեն դեպքում պետք է նկատի ունենանք, որ Անիի կամուրջը բացառիկ էր եւ որքան ես եմ հասկանում, ոչ մի այլ տեղ արևմտյան Հայաստանում նման բան չի եղել, ըստ որոշ տեղեկությունների Անիի կամուրջը երկու հարկ է ունեցել, մեկը հետիոտների համար, այդ թվում նաեւ հետիոտ զինվորների համար, իսկ մյուսը անասունների եւ քարավանների համար։ Առայժմ դժվարանում եմ պատասխանել, արդյոք այս վերականգնվող կամուրջը եւս երկու հարկ է ունենալու, թե ոչ։ Երկու հենասյուն է ընդամենը պահպանվել ողջ կամուրջից, մեկը հայկական, մյուսը թուրքական հատվածում, քանի որ այդ հենասյունների հիմքը
բավական խարխուլ է, դժվար թե հնարավոր լինի դա օգտագործել կամուրջը վերանորոգելու համար, որքան հասկանում եմ մետաղյա նոր կոնստրուկցիա է հավաքվելու, որի շուրջ այն արդեն պատվելու է աուտենտիկ քարով, սև եւ կարմիր անիի տուֆով հենց տեղի քարհանքներից հանած։ Արտաքինը պետք է հիշեցնի պատմական մեր նման ոճի կամուրջները։ Եվ ինչ նպատակով է օգտագործվելու կամուրջը։ Դե եթե ժամանակին կամուրջը կարևորագույն տրանսպորտային նշանակություն է ունեցել, քանի որ հանդիսացել է այդ մետաքսե ուղու կարևոր հատվածներից մեկը, հիմա արդեն այն ավելի շատ այսպես սիմվոլիկ նշանակություն է ունենալու եւ կարևոր զբոսաշրջային նշանակություն է ունենալու եւս։ Բնական է, որ բեռների փոխադրման համար այն չի ծառայելու, այն տուրիստական նշանակություն կունենա եւ զբոսաշրջիկները կկարողանան օգտագործելով այդ կամուրջը անցնել թուրքական սահմանի հատվածից հայկական եւ քանի որ այդ ամբողջ պատմական արգելոցը տարածվում է երկու երկրների սահմաններում, այսինքն հայկական սահմանից այս կողմ եւս պահպանված հուշարձաններ կան, այս կամուրջի միջոցով հնարավոր կլինի զբոսաշրջիկներին պայման ստեղծել, որպեսզի իրենք ծանոթանան ողջ համալիրին։ Այստեղ սահմանապահ ծառայության խնդիրն է առաջանալու, կա մի այսպես գաղափար, այսինքն տալ այդ կամուրջին հատուկ կարգավիճակ, չեզոք տուրիստական օբյեկտի կարգավիճակ, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան այն օգտագործել հակառակ սահմանի մյուս կողմում գտնվող հուշարձաններին ծանոթանալ եւս առանց բոլոր այդ սահմանային անցումները պաշտոնական ձևով անցնելու։ Դա դեռ խոսակցություն է, թե ի վերջո ինչ տեսք կունենա այս պայմանավորվածությունը, ասել դժվար է։ Շնորհակալություն Արծև։